մեկ դեպքում կարող էին արդարանալ այս իրավիճակում, անկախ կոմպրոմատներից, շանտաժից, ահաբեկումից, ես իրենց մեկ դեպքում կարդարացնեի, եթե իրենք վեհափառ հայրապետից գաղտնի, հավաքվեին եպիսկոպոսներով, գնային Փաշինյանի մոտ եւ պահանջեին իրենց եպիսկոպոս եղբայրների ազատությունը եւ իրենց ազատ արձակելով, իրենց խիստ կեցվածքով պահանջով վեհափառին անակնկալ մատուցեին, որ գնացինք, խնդրեցինք, մեր կալանավոր եղբայրներին բերեցինք, բայց ցավոք սրտի տեսնում ենք, որ իրանք այդ հարցով չեն գնացել։ Օրինակ, մեր թեմի քահանաներից մեկը Տեր Գարեգինը, իմ սիրելի եղբայրը, որը ուսանողական ընկերն է, Տեր այրը այսօր տնային կալանքի մեջ է։ Եվ ես ամաչում եմ, որ Տեր այրը տնային կալանքի մեջ է, եւ ես այսօր ազատ քաղաքում կարող եմ քայլել, ինչ որտեղ գնալ, հարազատներիս, բարեկամներիս, մյուս հոգևոր եղբայրներից հետ հանդիպել եւ Տեր Գարեգինը, որ մեր թեմի լավագույն քահանաներից մեկն է, որևէ մեղք չունի Տեր այրը թեմի քարտուղարությունն է արել, նամակները, այսպես ասեմ, ինչու են պահել, ինչ էին ուզում ստանալ։ Թեմի կյանքը խաթարելու համար են Տեր այրին տնային կալանք տվել, քանի որ Տեր այրը թղթաբանությամբ է զբաղվում, նաեւ թեմի հաշվապահին Տիկին Նայրային տնային կալանք են տվել, թեմի համակարգիչներն են արգրավել, թեմի հոգևոր կյանքը խաթարելու նպատակով։ Եվ ես այսօր ցավոք ազատության մեջ եմ, երբ որ իմ հոգևոր եղբայրը Տեր Գարեգինը, նույնիսկ ինչ որտեղ վատ եմ զգում, ասում եմ Տեր Գարեգինը այս թեմին ավելի ծառայություն ունի արած, ավելի մեծ վաստակ ունի Տեր այրը, որ իրեն տնային կալանք են տվել, մեզ չեն տվել։ Եվ հպարտանում եմ Տեր Գարեգինով, որ իր նման արժանապատիվ եղբայր ունենք